Մեր եկեղեցիները չուլանացված են, կառավարության մայիսի 29-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա մարզահամերգային համալիրում հարսանիք կազմակերպելու հարցը քննադատելու փոխարեն հարկավոր է այս մասին մտածել։ Վարչապետը վերջերս եկեղեցիներ է գնացել ու այնտեղ տեսել է անպետք իրեր։ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից ոմանք սուր են արձագանքել այս հայտարարությանը, ասելով, որ նման կերպ Փաշինյանը վիրավորում է յուրաքանչյուր հավատացյալի։ Armenia Today-ի նկարահանող խումբը հայաստանցիներից հետաքրքրվել է, թե վարչապետին հարիր է նման արտահայտություն անելը, ինչ վիճակում են եկեղեցիները, ինչ պետք է անեն կառավարությունն ու եկեղեցին դրանց բարելավման համար։ Իրանք իրավունք չունեն ժողովրդի հետ կյանքով այդքան զբաղվելու, թող իրանք իրենց գործերով, իրանք ամեն մեկը իրենց աշխատանք կատարի։ Ամեն հարցում մտնում են։ Ո՞վ է մտնում։ Այդ եկեղեցականները չգիտեմ, այդ խոսքի ոնց ասեմ, որ ասելը, որպես եկեղեցի ենք մտնում, իսկական ճիշտը դա է։ Բայց որ համե մի քիչ ժամանակները փոխվել է, ոնց որ աղաղված է, այն չլին, առաջվանը այն համն հոտը չկա, ոչ մի բանի մեջ չկա, սա աղաղված է մեր մոտ, շատ վատ պայմանների մեջ ենք համե։ Ամեն մարդ իր մակարդակին է խոսում, ինչ ասեմ, ես որ կոնկրետ իրան չեմ ընտրում, չեմ հավանում եւ ինքը շատ վատ պատասխան է տվել։ Եկեղեցին ոնց որ մեր մշտական աղելա, տենց էլ շարունակում է։ Լավ լինելու դեպքում ինքը պետքա ֆինանսավորի, որպեսզի ամեն ինչ իր տեղն գնի։ Ինքը նկատի ուներ ընկերուհի ջան։ Աղբ են թափում եկեղեցիներում, միայն դա։ Նա ուղղակի ասում է մի կեղլոտ է եկեղեցին, մաքուր պահեք, ինչպես քաղաքը, այնպես էլ եկեղեցին։ Շուլանը հենց ինքն է։ Պետք ասեմ, ես վարչապետի ասածները ընդհանրապես չեմ ընդունում։ Այդ մարդու հայացքները լրիվ հակահայկական են։ Դրա համար ես իր ասածները չեմ ընդունում։ Իսկ եկեղեցին մեր պատմությունն է։ Եկեղեցին հնություն է, չէ՞, պիտի տենց էլ պահպանվի։ Իմ համար ինչ որ հայկական է, սրբություն է։ Ես դրանց բացելն էլ չեմ ընդունում։ Սաղս ենք արդեն չուլան դառել, ոչ թե մենակ վարչապետի ասածը։ Ես չեմ ուզում հայերեն եղավ։ Եթե ամբողջ կոնտեքստը լսեք, չէի ասի։ Դուք լսել եք։ Իմաստ հարասել։ Ինչ նկատի ուներ։ Այն նկատի ուներ, որ բարեկարգված չի, նորմալ տեղերում դրված չի ոչ մի բան։ Մտնում ես տհաճ է ուղղակի։ Իմ համար էլ է տհաճ։ Իրանք իրաց լավ էլ ֆինանսավորում են քույրիկ ջան։ Եկեղեցի գնում եմ, ասենք բանքի դայմ այդ Սուրբ Հովհաննեսում, մտենց։ Բայց նորմալ է իմ կարծիքով, չգիտեմ։ Կարող է, ասենք, ռայոններում տիրություն չեն անում, կամ էլ, չգիտեմ, ստեղինները նորմալ է, Սուրբ Սարգիսը էլ նորմալ է, Սուրբ Հովհաննեսը, ամեն մարդ իր հասկացողությամբ, կարող է, այդ էլ տենց է մտածում, ես օրինակ համաձայն չեմ, տենց, իմ տեսածից, որ վերցնեմ, համաձայն չեմ, ես չեմ տեսել Չուլանի նման եկեղեցից։ Ես ասեցի, կարող է ռայոններում մի հատ երկու հատ բացառություն կա։ Չուլանը լավ է հələ, գարաժի եմ նմանացնում, այդ որ քահանա տենում եմ, վաբշե բանի եմ նմանացնում, խադավիկի գարաժի, Չուլանը հələ քիչ է ասե, հոգևորականների անունից, Քրիստոսի անունից խոսում են, ես ինչ են սարքե, ես ինչ է ցավը տանեմ, շատ ճիշտ է ասում վարչապետը։ Դուք էլ որ մտնում եք եկեղեցի, Ես Շուրան եք չեմ մտնում, նման։ հավատա իմ ներվերը Հարազատ ջան չի դիմանում, ես մտնեմ եկեղեցի, երբ որ ազատ ալնում, մարդ չի լինում, այդ վաղտ եմ մտնում։ Այդքան հիասթափված ենք եկեղեցուց, հատկապես որ այդ как его этот католикос проклятый, он не Богу служит, сатане служит. Ոչ իրան չեմ կայս։ Համամիտ եք վարչապետի հետ։ Ոչ համամիտ եմ, ոչ է։ Բայց ոչ իրան չեմ կայս։ Ես չեմ մտածում, որ այդպես է, որտեղ եղել ենք օրինակ Էջմիածնում, ես երկու օր առաջ շատ լավ էր ամեն ինչը։ Շատ կեշ արտահայտություն է եւ շատ ամոթ եւ շատ աստվածավախ։ Մենք մեր եկեղեցիներով գոյատևած ենք, ես սպիրկեն եմ, եկեղեցիներով գոյատևած ենք եւ դոբրոցներով եւ շատ ամոթ կսկամ եւ շատ ցած կսկամ ուրիշ ժողովուրդներու դիմաց, որ մենք իբր առաջին քրիստոնյա ժողովուրդ այդպես նվաստացած կսկամ։ Շատ սխալ է, շատ։ Եկեղեցին գղերական չէ, եկեղեցին մարդ արարած չէ, եկեղեցին աստվածային հավատք է։ Ես եթե ամեն գիրակի եկեղեցի մոմ չվարեմ, ինքզինքս շատ հանցավոր գսկամ, որ գրնա չարիք մը բադահին ինձ։
ես շատ աստվածավախ եմ, շատ։ Ես միշտ կսեմ աստված չունի։ Աստված ունեցող, եթե աստծո մե չվախնաս եւ մարդոց մե չամրշնաս, դու արարած չես կնշանակե ինչ կուզես կնես։ Գլուխը պատին ա տվել։ Հայաց գառանց իր հավատքի իրանք չունի գոհատել արշը։ Հավատն որ մարդուն հզոր ասա։ Վարչապետ այդ իրավունքները ինքը չունի տալու։ Կարող է ինքը արդեն ընդունել է այդ մուսուլմանական կանոնը, քրիստոնեական առաքելական եկեղեցուն դեմ պայքար ատանում։ Շատ հավանական է։ Ես հավես չունեմ վարչապետ ինչ որ ասածների մեկնաբանեմ էլի։ Ընդհանրապես իրեն բոլոր ասածները ես չեմ ընդունում, չգիտեմ։ Եվ եկեղեցու, եւ ցեղասպանության, եւ այլն։ Գալաթ է արել։ Իսկ ինչու այդպես արտահայտվում եկեղեցիների Ինքը կիմանա ես։ Շատ վատ եմ ընդունում, չի կարելի այդպես խոսալ։ Մենք քրիստոնյա ազգ ենք։ Այդպես է պետք է լինի։ Դու իա համար յատունը չուլան լինի։ Դե իրա մակարդակն է պետքան, ինչ կարելի ասել։ Դե որտեվ ես դա կապում եմ մեր վեհապարի հետ տված հարցազրույցը դրսի, որը շատ զայրացրել է Ադրբեջանի ղեկավարությանը եւ նրանք քանի որ զուգահեռ են աշխատում իրար հետ։ Դրա համար նա պատժկա է անում էլի Ալիևի Էրդողանի աչքին ուզում է բարձրանալ։